Հարգանքներս իմ հայ ժողովրդին։ Ոնց եք ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, այսօր ձեր համար մեծ անակնկալ է լինելու։ Ինչ եմ ձեր համար պատրաստելու։ Պատրաստելու եմ խորոված թունդրի մեջ։ Դե գնացինք պատրաստելու։ Ժողովուրդ ջան, այսօր ես ձեր համար պատրաստելու եմ խոզի մատեր, խոզի չալաղաջ, սալ, կարտոֆիլի հետ։ Ժողովուրդ ջան, դե գնացինք պատրաստելու։ Սկսում ենք միսը կտրատել։ Մեր դեպքում խոզի մատեր, հա։ Ժողովուրդ ջան, նայեք, ինքը տնական խոզի միս է։ Ես զառանի արդեն պլյոնկեն հանել եմ։ Հիմա ես կտրատեմ, որ կարողանանք սիրուն ձևի խորոված ստանալ։ Մատերը այսպես ուղիղ, ժողովուրդ ջան։ Այս ձևի մատեր է մեզի պետք ստանալ։ Համեք ժողովուրդ ջան, ինչ հավեսին դելեկատեսներ է։ Մեկ ժողովուրդ ջան, ինչ հավեսին կտորներ է։ Հատուկ ձեր համար, ժողովուրդ ջան, գնել ենք թունդիրը, որ պատրաստեմ ձեր համար։ Ու կնայենք ինչ ձև է ստացում։ Իսկ թվում է շատ լավ կստացվի։ Եվ վերջինը ժողովուրդ ջան։ Մեկ ժողովուրդ ջան, սիրուն շքեղ տեսք ունի։ Հաջորդ քայլը ժողովուրդ ջան, մեզի պետք է, որ մեր խոզի չալաղաջները կտրատենք։ Գնացինք։ Ուրեմն չալաղաջը այս ձևի ժողովուրդ ջան։ Յան պետք է անպայման բարակ անենք, որ միսը եփվի։ Այս ձևի ժողովուրդ ջան։ Հաջորդը մեկ ժողովուրդ ջան, հավեսին տնական խոզի միս է։ Հիմա պատրաստենք թունդրի մեջ ու տեսնենք ինչ ձև է մեր մոտ ստացում։ Ես համոզված եմ, որ լավ է լինելու, բայց կփորձենք հատուկ ձեր համար, ժողովուրդ ջան։ Գնել եմ, որ փորձեմ, դուք էլ նույն ձևի իմանաք, ստացում է թե չէ։ Աչը ժողովուրդ ջան, մենք թունդրի մեջ շատ հլը
խորովածներ կպատրաստեմ, շատ խորովածներ կդիտեք։ Հիմա ժողովուրդ ջան, ես բոլորը կտրատեմ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Հայր ջան, կտրատեցի, արդեն պատրաստ է միսը, հիմա պետք է համեմենք։ Ամենառաջինը ժողովուրդ ջան, սկսում ենք աղից։ Ես, որ պատրաստում եմ թարմը միս ալնեմ, ժողովուրդ ջան, ես մենակ դաբավիտ եմ անում աղ եւ կարմիր պղպեղ։ Ուրիշ ոչ մի բան դաբավիտ չեմ անում, որովհետեւ ինքը մատղաշ միս է, յան էլ ուրիշ բան հարկավոր չի, յան դաբավիտ անես։ Ու կարմիր պղպեղ է մեզ հարկավոր, քաղցր։ Ժողովուրդ ջան, հիմա մեզ հարկավոր է միսը թեքենք, հակառակ կողմը որ համեմենք։ Գնացինք։ Այս ձևի ժողովուրդ ջան, ամենակարևորը պետք է որ անպայման հավեսով անեք։ Հիմա մեր կանցնենք չալաղաժներին։ Այսպիսի հակառակ այսպես ֆրցնում ենք։ Ու նորից էլի ժողովուրդ ջան, աղ, այս ձևի սիրուն աղ ենք լցում, այս ձևի ավեսին աղ ենք ավելացնում ժողովուրդ ջան, ու քաղցր պղպեղ։ Հիմա ես բոլորը անեմ ու ձեզ միանամ, գնացինք։ Համեմունքը անելուց հետո մեզի հարկավոր է մի գլուխ սոխ ժողովուրդ ջան։ Սոխը վեկալում ենք, կտրատում ենք։ Ու այս ձևի տնավարի էլի ժողովուրդ ջան։ Ձեռքերով ամենակարևորը։ Որյա սոկ այսենց։ Ու այսենց դաբավիտ ենք անում մեր մսի վրա, հաջորդն նույն ձևի չալաղաջին, մեր խոզի չալաղաջի վրա, ու ինչ ենք անում ժողովուրդ ջան, այսպես տնավարի, սիրուն ձևի յան խառնում ենք, մենք միսը պետք է այս ձևի գոյնե մի ժամ թողենք ժողովուրդ ջան, որ ինքը լավ, հավեսով, մարինավատ լինի, նոր յան խորոված անենք։ Իմ դեպքում ես այս ձև եմ անում ժողովուրդ ջան, այսպես վերցնում եմ, այսա ցույց կտամ ինչ եմ անում ժողովուրդ ջան։ Ջուր եմ դաբավիտ անում մի քիչ ժողովուրդ ջան, որ ինքը սոշնի լինի։ Ու յան լավ էլի խառնում եմ, որ ջուրը յան լավ սոշնի անի միսը։ Ու շատ համեղ ալնեմ ժողովուրդ ջան այս ձևի, փորձեք։ Հիմա այս ձևի կթողենք ինքը թող լավ մարինավատ լինի, անցնենք մեր հաջորդ մատերին։ Նույն ձև է ժողովուրդ ջան, այսպես լավ հավեսին խառնում ենք։ Մատերի դեպքում ջուր չեմ ավելացնում։ Ինքը սենց թենենց համով է։ Մատղաշելի միսը ինքը համով է։ Այսինքն ժողովուրդ ջան, լավ խառնելուց հետո, որ ինքը պերեպրավը լավ մսի վրա տարածվի, որ ուտելուց էլ մարդիկ հաճուկ ստանան ժողովուրդ ջան։ Ուրեմն մենք հիմա միսը կթողենք մի ժամ ինքը
լավ մարինավատ կլինի, կանցնենք կարտոֆիլին, դե գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր միսը մինչև մարինացվի, սկսում ենք պատրաստել մեր կարտոֆիլները։ Գնացինք, մեզ ինչ է հարկավոր։ Հարկավոր է սալ, ժողովուրդ ջան։ Հիմա ես ձեզ ցույց կտամ։ Ինչ ենք անելու։ Բավական է։ Հաջորդ քայլը, ժողովուրդ ջան։ Ուրեմն կարտոֆիլը ես զառանի մաքրել եմ, կտրատել եմ, ժողովուրդ ջան։ Մեզի հարկավոր է աղ, եւ կարմիր պղպեղ։ Ու ավելացնում ենք ձեթ։ Բավական է։ Ու ժողովուրդ ջան, ձեռքերով հավեսին իրան խառնում ենք։ Հավեսին մարինացվի։ Կմիանանք ձեզի կարտոֆիլը շարելուց։ Սկսում ենք հավաքել մեր կարտոֆիլները։ Ինչ է մեզ անհրաժեշտ։ Առաջինը սալ, կարտոֆիլ, նորից սալ, ու էլի կարտոֆիլ, ժողովուրդ ջան։ Ինքը սենց շատ համեղ է լինում։ Նորից էլի կարտոֆիլ, սալ, կարտոֆիլ, նորից էլի կարտոֆիլ, սալ, նորից վերցնում ենք սալ, ու վերջինը նորից էլի կարտոֆիլ։ Միան սիրուն տեսք ենք տալի։ Սա ժողովուրդ ջան, մեկը արդեն պատրաստ է։ Անցանք հաջորդին, նորից էլի վերևից սալ, կարտոֆիլ, նորից էլի սալ, վայ չուտողին ժողովուրդ ջան, որ մեր հայրը հավաքվում են, կարտոֆիլ այզեւի որ պատրաստում են, ամեն առաջինը ասում են, ամենաշատը մենք ուտելու ենք, եթե սալով է կարտոֆիլը, ու այդ ձև էլ կա ժողովուրդ ջան, ինքը շատ համեղ է ստացում այս ձևի, նորից էլի սալ, չէ կներեք ժողովուրդ ջան, հաջորդը կարտոֆիլ, նոր սալ, նորից էլի կարտոֆիլ, սալ ժողովուրդ ջան, մեկ ժողովուրդ ջան, ինձ սիրուն տեսք ունի արդեն,
Ժողովուրդ ջան, 1 ժամ արդեն անցել է, մեր միսը լավ մարինացվել է։ Հիմա վախն է եկել, որ մենք իրան պետքա շշերի վրա հավաքենք։ Գնացինք։ Ուրեմն ինչա մեզի հարկավոր։ Շիշը վեկանում ենք, ժողովուրդ ջան։ Այս մեր մատերը հավեսին, տնավարի, այս սենց, այս ձևի, այս սենց ավելի լավ է։ Երկու հատից ավել շշի վրա չենք կարող հավաքենք։ Որիանք երկար են, ժողովուրդ ջան։ Ձեպտի ստանանք։ Ժողովուրդ ջան, անցանք հաջորդին, էլի նույն ձևի։ Յան այս ես ծալում ենք, որ մեր թունդիրի մեջը ինքը տեղանի։ Ու սիրուն ձևի յան հավաքում ենք շշի վրա։ Թոմա տենում եք իս ձև եմ հավաքը, համեք այս ձևի, շատ սիրուն հավաքվել է։ Անցանք էլի նույն ձևի հաջորդին։ Եվ հաջորդին։ Եվ վերջինը ժողովուրդ ջան։ Միսը արդեն պատրաստ է։ Ժողովուրդ ջան, թունդիրը ես արդեն զառանի 40 րոպեա միացրել եմ։ Կմիանամ ձեզի միսը թունդիրում տեղադրելու ժամանակ։ Գնացինք։ Եվ եկավ ժամանակը, ժողովուրդ ջան, որտի մեր միսը տեղադրենք մեր թունդիրի մեջ։ Հիմա մենք ձեզ ցույց կտանք իս ձև այնքը արդեն տաքացը։ Հիմա ես պիտի տեղադրեմ իրան թունդիրի մեջ։ Ասեմ, որ ժողովուրդ ջան, ինքը լավ էլ հավեսին տեղավորվում է։ Հաջորդը եւ վերջինը ժողովուրդ ջան։ Արդեն խորովածի հոտը եկա։ Նայեք ժողովուրդ ջան, իս ձևի սիրուն հավաքել եմ եսի ամեջ։ Ժողովուրդ ջան, կմիանանք ձեզի եփվելուց հետո։ Ժողովուրդ ջան, մեր խորովածը արդեն պատրաստ է։ Ես հիմա ձեզի ցույց կտամ իս ձևի էփը։ Իրոքից շատ լավ է էփը։ Ժողովուրդ ջան, լստեն եք հլը, մեր չալաղաժները, մեր մատերը լստեն եք, ժողովուրդ ջան, իս ձևի է էփը, ճիշտն ասած ես էլ չէի պատկերացնում, որ այս ձևի կեփի, ումից որ գնել եմ, ժողովուրդ ջան, մեր զեմլյակն է Էջմիածնցի Հակոբն է, Հակոբի դանիները կամ ստե, միտեղ կթողեմ, ժողովուրդ ջան, անպայման գնացեք, եթե դուներ գալիս է գնեք, խորհուրդ եմ տալի, լստեն եք, ժողովուրդ ջան, լստեն եք իս ձևի ինքը իրոքից էփ է, ես հիմա ժողովուրդ ջան, կտեղադրեմ բոլորը և ձեզ կմիանամ, գնացինք, ժողովուրդ ջան, այս ձևի
տնավարի ավելացնում ենք սոխը, լստենայեք ապիցիտնի տեսք ունի, ժողովուրդ ջան։ Հաջորդը, հիմա ես ձեզ համար կփորձեմ, հիմա ասես տնավարի լավաշ այսպես վեկալում ենք, այս ձեի, լստենայեք ժողովուրդ ջան, ինչ ձև է ինքը և լստենայեք։ Նա մի րոպե ժողովուրդ ջան, այսպես տնավարի ձևի։ Մարդուն էլ ինչ ա պետք ժողովուրդ ջան, շատ համեղաստացվե։ Ժողովուրդ ջան, ես այս կարտոշկից է կփորձեմ։ Չեք պատկերացնում ինչ լավ է է։ Իրոքի ժողովուրդ ջան, կրակից լավ է։ Իմ անձի ժողովուրդ ընդրից կասեն կրակի ինա ուրիշ ձև, բայց իրոքից շատ լավ է։ Ու իրոքից չեմ էլ փոշման է, որ այս ձևի բան եմ գնա ժողովուրդ ջան։ Մի հատ էլ սալատ կփորձենք։ Այս ձև մի հատ դիմոնը տնավարի ժողովուրդ ջան։ Այ այսինց տնավարի ձևի ժողովուրդ ջան։ Պետք է ամեն ինչը տնավարի անես, որ համով ստացի մոտդ։ Մի հատ էլ էսի տնավարի փորձը։ Ժողովուրդ ջան, էսի էլի եմ կրկնել, իմ ամենասիրելի պահն է, որ այս ձևի սենց սիրուն չարչարվում եմ, ընտանիքից սենց հավաքում եմ ու վայելում ենք, դե գնացինք։